Շնորհակալություն, այսինքն մենք ունենք պարենային անվտանգության բոլոր գլոբալ բաղադրիչների թերացում, անկում, մատչելի չեն պարենային ապրանքները, հասանելի չեն բնակչության լայն խավերին, աղքատներին, բոլորին, որը պիտի ապահովեր պետական կառավարական մակարդակով, որակյալ չեն եւ անվտանգ չեն։ Այս առումով նաև ինչ կասեք դուք, իդեպ հավելեմ, որ այսօր մեր բանախոսն է պարոն Ռոլանդ Մարտիրոսյանը, տնտեսագետ, կառավարման փորձագետ։ Խնդրեմ, պարոն Մարտիրոսյան։ Ես նախ շնորհակալ եմ հրավերի համար, երկրորդը շատ կարևոր հարց եք բարձրացնում եւ դա միայն Հայաստանի Հանրապետությունում չէ, ողջ աշխարհում է։ Պարենային անվտանգություն, այո, ֆիզիկական հասանելիություն ազգաբնակչության, պարենային, ասենք, մթերքներից օգտվելը։ Ես շատ ուշադիր լսում էի բանախոսներին, եւ պարոն Մուրադյանին, եւ պարոն Վարդանյանին, եւ Տիկին Ստեփանյանին, հետաքրքիր մտքեր էին ասում։ Բայց տեսեք, նախ պարենային անվտանգությունը դա, ասենք, ինչ-որ կոնկրետ հասկացություն չի։ Դա տնտեսության, հասարակության, ազգաբնակչության, դա համակարգային պրոբլեմ է, որը պետք է լուծել։ Եվ դա այնպես չի, որ երեք է առաջացել այդ խնդիրը, սա տասնամյակներով կուտակված խնդիր է։ Հիմա տեսեք, պարենային անվտանգություն, որպեսզի ունենա տվյալ հասարակությունը, պետությունը, նախ առաջին հերթին պետք է ունենա տարածքային ամբողջականության եւ ֆիզիկական անվտանգության ապահովվածություն։ Այսօր փաստ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտված է եւ սահմանների ֆիզիկական անվտանգությունը խախտված է։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը սպառնում է ֆիզիկական անվտանգություն միայն մեր երկու հարևանների կողմից, նվազագույնը։ Սա մեծ նշանակություն է, որպեսզի գանք մեր բուն թեմային այսօրվա։ Երրորդը, բացի ֆիզիկական անվտանգությունից քաղաքացու, նաև պետք է քաղաքացունը բարոյաիրավական անվտանգություն։ Իր շահերը պահպանված լինեն եւ աշխատանքի հետ կապված, եւ կրթության, եւ դաստիարակության, եւ հանգստի, եւ ասենք արդարադատությանը դիմել այս կամ այն իրավունքները խախտվելու, այսինքն եւ նաեւ ֆիզիկական անվտանգությունից, տարածքային ամբողջականության անվտանգությունից, սահմանների անվտանգությունից նաեւ գոյություն ունի առողջապահության անվտանգություն, որովհետեւ հնարավոր չի, ասենք, մեկ ուղին վերցնել եւ քննարկել, սա գլոբալ համակարգային հասկացություն է։ Եվ գալ, ասենք, պարենային անվտանգությանը, այո, Հայաստանի Հանրապետությունը այսօր պարենային անվտանգության լրջագույն խնդիր ունի։ Վերը նշվածս չմոռանանք, նույնպես բոլոր այս անվտանգության գործոնները լրջագույն խնդիր ունեն։ Նաև էներգետիկ անվտանգությունը, որը մեծ նշանակություն ունի։ Պարոն Մուրադյանը շատ ճիշտ նշեց, ջրային ռեսուրսների գերարդյունավետ կառավարումը։ Մենք ջուր չպետք է դիտենք միայն խմելու եւ ասենք կենցաղային կարիքները հոգալու համար։ Մենք պետք է նաեւ ջուրը որպես ռեսուրս, բնական ռեսուրս դիտենք եւ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Եվ այո, գյուղացում անխափան ջրամատակարարում ապահովելու համար։ 1974 թվականի նոյեմբերի 5-ից մինչ 16-ը Հռոմում ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ ֆիզիկական անվտանգության քաղաքացու սնունդի հասանելիության մեծ կոնֆերանսի ժամանակ այդ հարցը լրջագույն խնդիր էր, որ եւ դա այդ քննարկումը անվանվեց Ռիմսկая դեկլարացիա։ Այսինքն աշխարհի գերտերությունները, մասնագետները հավաքվել էին Հռոմ քաղաքում 74 թվականին քննարկելու մոլորակի արժեվ ծառացած պարենային անվտանգության խնդիրները եւ հիմնախնդիրները, հիմնականը բնականը խոսքը գնում էր աֆրիկյան երկրներին եւ Ասիա երկրներին։ Հայաստանի Հանրապետությունը 18 թվականին, երբ որ տեղի ունեցավ իշխանազավթում այս թյուրիմացությունների կողմից, այո, չգիտես ինչու փակվեց գյուղատնտեսության նախարարությունը։ Պարոն Մուրադյանը շատ ճիշտ նշեց։ Մենք այսօր հավաքվել ենք պարենային անվտանգության մասին քննարկումներ ենք ուզում իրականացնենք, բայց չունենք գյուղատնտեսության նախարարություն։ Ներողություն, ապա ինչ ենք մենք այսօր այստեղ հավաքվել։ Ես ագրոնոմ չեմ, վստահ դուք էլ ագրոնոմ չեք։ Միանշանակ։ Գյուղնախարար չունենք, գյուղատնտեսության նախարարություն չունենք, չէ՞ որ գյուղատնտեսության նախարարությունը այն համակարգող եւ կառավարող օղակն է պետության, որը պետք է մատնանշի
հողային ռեսուրսների գերարդյունավետ կառավարումը, ջրային ռեսուրսների գերարդյունավետ կառավարումը եւ մարդկային ռեսուրսների գերարդյունավետ կառավարումը հիմնականում գյուղաբնակ, համայնքաբնակ ժողովուրդների։ Եվ այո, շատ ճիշտ նշեց Տիկին Ստեփանյանը, ագրարային համալսարանը, որ այսօր փակման եզրին է, ես անձամբ մեծ շփումներ եմ ունեցել ագրարային համալսարանի հետ, փակման եզրին կան բաժիններ, որ առհասարակ մասնագետներ չկան, անգամ անվճար թափուր տեղերը չեն համալրվում։ Այսինքն նշանակում մենք գալու ենք մի պահ, եթե արդեն իսկ չի եկել այդ պահը, որ չունենք անասնաբուժներ, չունենք ագրոնոմներ, չունենք խորհրդատվություններ, որպեսզի այս երեքը ունենանք, մենք պետք է ունենանք գյուղատնտեսության նախարարություն։ Չենք կարող խոսել մի ոլորտի մասին, մի երևույթի մասին, եթե չունենք այդ համակարգող կառույցը։ Ես խորհուրդ կտայի, ասենք, պետական կառավարման այրերին մի 3000 ոստիկանի թվականակ կրճատենք, վերականգնենք գյուղատնտեսության նախարարությունը, ունենայինք գյուղնախարար, ունենայինք ագրոնոմներ, անասնապահներ, անասնաբուժեր, մասնագետներ, խորհրդատվական ինստիտուտներ, որովհետև սովետական միության ժամանակ Հայաստանի Հանրապետության հողային ռեսուրսները կառավարվում էին պետական մակարդակով կոլեկտիվ, այսինքն համախմբված հասկացությամբ։ 90-ականների սկզբին, երբ որ Հայաստանը անկախացավ եւ հողային ռեֆորմները սկսվեցին, ինչ տեղի ունեցավ, մի խայտառակ իրավիճակ, հողը տվեցին գյուղացուն, փոքրիկ հողակտուներով, որը տնտեսապես շահավետ չի այն մշակել, ստանալ եկամուտ, արտասահմանում վաղուց են դա հասկացել, տասնամյակներ, հարյուրամյակներով են հասկացել, ինչ է, ունենք այն ինչ ունենք, հողը բաժանեցին գյուղացուն, գյուղացուն կապեցին հողին, եւ ասեցին 60-ականների արտադրած մեքենաներով վարուցան կանեք, խոտ հարկերում խոտը կհավաքեք անասունների համար, ջրային ռեսուրսները դարձավ էլ ավելի դժվար հասանելի ջրվող հողերին, այո, ունենք հողեր, որոնք ջրի կարիք չունեն եւ ունենք հողեր, որոնք ջրի կարիք ունեն։ Եվ կրճատեցինք սուբսիդիաները եւ սուբվենցիաները եւ եկանք հասանք մի պահ, որ առհասարակ մեզ գյուղատնտեսության նախարարություն պետք չի։ Հիմա տեսեք, եթե մենք ունենք այսօր պարենային անվտանգության խնդիր, մենք չենք կարող չունենալ տարածքային ամբողջականության խնդիր։ Մենք չենք կարող չունենալ առողջապահության անվտանգության խնդիր, մենք չենք կարող չունենալ էներգետիկ անվտանգության խնդիր։ Ինչու՞, որտեղ պարենը դա սնունդն է։ Եթե դու քո հասարակությանը չես կարողանում լիարժեք սննել, նշանակում է հասարակությունը չի կարող ունենալ վերարտադրության աճ, այսինքն նորանոր ընտանիքներ, երեխաներ ծնվեն, չէ որ սնունդը դա առաջին եւ կարևոր գրավականներից մեկն է, երբ որ քաղաքացին ինքնաբավ է լինում, նա սկսում է դա կենթանական բնազդն է, շատ երեխաներ ունենալ։ Նաև պարենային անվտանգության հենքում ընկած են այս տասնամյակների ընթացքում մի ամենածանր եւ անդառնալի համենայն դեպս այս պայդրությամբ դեմոգրաֆիկ խնդիրը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության թոշակառուների թվականակը տարեստարի գերարագ ավելանում է, որը մեծ, ասենք, ծախսային առումով պետության համար է, բայց հողի վերամշակման առումով բացասական է։ Այն աշխատուժը, որը գյուղում պետք է աշխատել հողի հետ, գտնում է, որ շահավետ չի, գալիս է Երևան եւ տարաբնույթ աշխատանքով է զբաղվում, հոգալով իր ընտանիքի կենցաղավարությունը։ Եվ ծնելիության ցածր աստիճանը բերում է նաեւ աշխատուժի լուրջ խնդիրների։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 800,000 աշխատող, որից 30 եւ մի փոքր ավելի տոկոսը արդյունաբերության ոլորտն է, հիմնական մասը ծառայությունների սպասարկման ոլորտն է, մի փոքր մասը զբաղված է գյուղատնտեսությամբ։ Պետք է հասկանանք մի բան, բոլոր ժամանակներում, երբ որ մարդը ծառից իջավ մտավ քարանձավ, բոլոր ժամանակներում մարդիկ բաժանվել են երկու խմբի։ Մի մասը ապահովել է սնունդը, մի մասը ապահովել է վերամշակումը։ Գյուղը դա պարենային անվտանգության թիվ 1 երաշխիքն է։ Այսօր մեր գյուղերը բնակչությունը միգրացվում է դեպի Երևան, խոշոր քաղաքներ կամ արտագաղթում է։ Հետևաբար, երբ որ գյուղը
դատարկվում է, չի կարող խոսք գնալ հողերի եւ ջրային ռեսուրսների գերարդյունավետ կառավարման, որը բերելու է հանգեցնելու նրան, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ինքնաբավ պարենային անվտանգության արդյունքում։ Գյուղերը դատարկվում են, սահմանամերձ գյուղերը դատարկվում են, ծնելիությունը ցածր է, արտագաղթը բարձր է, թոշակառուների թիվը ավելանում է, մահացությունների թիվը ավելանում է, ազգաբնակչությունը դեգրադացվում է տարաբնույթ, քաղաքական, մշակութային, չգիտեմ, այնտեղ արվեստի եւ այլն գործոններով եւ հանգում ենք նրան, որպես մարդը սոցիալ-տնտեսական կատեգորիա, պարենային անվտանգության, եթե գյուղը չի արտադրում, քաղաքը չի կարող վերամշակել, եթե գյուղը արտադրում է, նշանակում է կառավարությունը ունի հստակ ծրագրեր, որպեսզի գյուղը, հողը իրապես արդյունավետ կառավարվի եւ իրականացվի։ Տեսեք, մենք պարենային անվտանգությունից խոսում ենք, բայց պարենային անվտանգությունը երկու հասկացություն ունի։ Այն, որ մեր գյուղը թեր է արտադրում, դա փաստ է։ Այն, որ սննդամթերք ենք արտահանում, իրականություն է։ Այն, որ նաև ներմուծում ենք, նույնպես իրականություն է։ Բայց շատ ճիշտ նշեցիք դուք, որ մենք ունենք, ասենք, տարածաշրջանային, ասենք, խնդիրներ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության սահմանների 84%-ը շրջափակված է։ Արցախի կորուստը դա ոչ միայն անվտանգային մեծ խնդիրներ առաջացրեց մայր Հայաստանի, այլ նաև Արցախի կորուստը պարենային անվտանգության համար մեծ վնաս հասցրեց եւ վտանգ հասցրեց։ Այո, այնտեղից բերում ենք հացահատիկիր տեսակներով, ծխախոտի թութունը, ասենք բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղողի մթերք եւ այլն եւ այլն։ Եվ հումքի տեսքով Հայաստան վերամշակվելու համար եւ ներքին շուկայում սպառելու եւ արտահանելու համար։ Եվ նաեւ պատրաստի ապրանքի տեսքով Արցախի կորուստը այո բացասական անդրադարձավ Հայաստանում պարենային անվտանգության համար։ Բայց ես գամ ամենակարևոր գործոնից։ Շատ ճիշտ նշեցիք, որ 2008 թվականի օգոստոսի 8-ին, երբ որ Չինաստանում բացվեց այդ նույն օրը աշխարհի ամառային օլիմպիկ խաղերը, այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը վարչապետ էր եւ գտնվում էր Պեկինում, ինչ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում։ Միխայել Սաակաշվիլին, որ այդ ժամանակ Վրաստանի նախագահն էր, արևմուտքին լսելով, պարոն Արամ Զավենի Սարգսյան, ձեր մասին է խոսքը, արևմուտքին լսելով հարձակվեց հարավային Օսեթիայի վրա։ Զոհվեցին խաղապահ, սահմանապահ զորքերը ռուսական, ընդհուպ Օսեթիայի հարավային Օսեթիայի մայրաքաղաք, բնականաբար Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, Վլադիմիր Պուտինը վերադարձավ Մոսկվա, եւ ինչ տեղի ունեցավ, ռուսական զորքերը հասան ընդհուպ Թբիլիսի եւ շրջափակեցին այն։ Բայց վրացիներին հանգիստ թողենք։ Լոգիստիկ կոմունիկացիոն միջոցները խախտվեց, որովհետև պետությունը, եթե վարում է բաց սահմանների եւ ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների քաղաքականություն, որը մենք ենք որդեգրել 90 թվականից, մի քանի օր տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմ շեյսեր ասում, հակամարտությունը Հայաստանի Հանրապետությունում այո առաջացրեցին հացամթերքի, դիզվառելիքի, նավթամթերքի սուղ դեֆիցիտ։ Հիմա դուք մտովի պատկերացրեք, եթե ավելի լոկալ խնդիր առաջանա, արդյոք մեր լոգիստիկ կոմունիկացիոն միջոցները իզորու են Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը պարենային մթերքներով ապահովել։ Իհարկե ոչ։ Ավելի հեռուն գնամ։ Պակիստանը եւ Հնդկաստանը վարկյան առ վարկյան պատերազմի շեմին են, որը աշխարհի բոլոր պետություններին է առնչվելու։ Արդյոք մեր ազգային անվտանգության քարտուղարը, որը մեզ խորհուրդ էր տալի դառնանք ասիացի եւ բրինձ ցանենք, բրինձ ուտենք, ասենք տարական տգետ։ Արդյոք ազգային անվտանգության քարտուղարը թեկուզ ներքին
քննարկումներով վարչապետի գլխավորությամբ արդյոք քննարկում են Հայաստանի Հանրապետությունում ինչ տեղի կունենա այդ ահագնացու երկու գերտերություն միջուկային տերություն ունեցող երկրների պատերազմը, ինչպիսի բացասական հետևանքներ եւ ասենք հոսանքի այդ ալիքները, ջրի ալիքները կհասնեն, արդյոք մեր տնտեսությունը պատրաստ է այդ պատերազմին, ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն, արդյոք պատրաստ է։ Այդպիսի քննարկումներ տեղի ունենում են, իհարկե ոչ։ Հայաստանի Հանրապետությանը հարց են ուղղում մեր ազգային անվտանգության քարտուղարին, էկոնոմիկայի նախարարին, ֆինանսների նախարարին, վարչապետին եւ համապատասխան պատկան պետական մարմիններին։ Գյուղնախարարություն չունենք, ենթադրենք գյուղնախարարությանը։ Հայաստանի Հանրապետությունը, որ կանգնեց հերթական լայնածավալ պատերազմի, Իրանը նույնպես ունի անվտանգային խնդիրներ։ Վրաստանը ցույց տվեց իր դիմագիծը 2020 թվականի սեպտեմբերին, որ ինքը հուսալի տարածաշրջանային գործակետ չի կարող լինի։ Դրա նաև, ասենք, արդյունքն է մեր իշխանությունների եւ վրաց իշխանությունների միջեւ ձևավորված հարաբերությունները քաղաքական, տնտեսական, որը մենք 30 տարի բացի թողի վիճակում ենք թողել։ Վրաստանը ցույց տվեց իր դեմքը։ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները կարող են ասել, քանի օր են կարողանալու կերակրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այդ ժամանակ մարտնչող մեր զինված ուժերին։ Ունենք այդ պաշարները, հացահատիկի եւ իր տեսակների։ Նավթամթերք, չէ՞ որ նավթը, հա, հասկացանք, նավթը չենք ուտում, բայց դա պարենային անվտանգության թիմի երաշխ է։ Եթե դու նավթամթերք չունես, ինչպես պետք է արդյունաբերություն իրականացնես։ Եթե դու նավթամթերք չունես, ինչպես պետք է լոգիստիկ ապրանքներ ներմուծես եւ արտանես սննդամթերքի տեսքով։ Արդյոք մենք ունենք խիստ անհրաժեշտ տնտեսական այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են թե խաղաղ պայմաններում, թե պատերազմական իրավիճակում, բավարարել մի անորոշ ժամանակ, մինչև վերականգնվի եւ ադապտացվի տնտեսությունը այդ օրվա իրականությանը եւ վերականգնվի նոր լոգիստիկ ուղիներ։ Այսօր մենք ապրանքներ ենք ներմուծում Վրաստանով, հիմնականը եւ Իրանով։ Արդյոք այսօրվա մեր ազգային անվտանգության քարտուղարը, որը վստահեցնում ձեզ ամենակարևորագույն պաշտոնյանն է, անգամ ավելին, քան գործադիր տնօրեն վարչապետ հասկացությունից։ Արդյոք մեր ազգային անվտանգության քարտուղարը տանում է քրտնաջան աշխատանք Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, ազգաբնակչության ֆիզիկական եւ բարեհոգեբանական անվտանգության, պարենային անվտանգության, ծնելիության հետ կապված քայլեր ձեռնարկում են, թե ոչ։ Վստահեցնում ձեզ, իհարկե ոչ թե խելք չունեն, բայց վստահ եմ նաև չունեն, այլ նաև ցանկություն չունեն։ Հետևաբար, ինչպես կարելի է այսօրվա իշխանությունը իր ապաշնորհը հակազգային դավաճան, քաղաքականության արդյունքում խաղալ մի ամբողջ 3 միլիոն ազգաբնակչության ճակատագրի հետ։ Պարենային անվտանգության հետ կապված յուրաքանչյուր չծնված երեխան դա սպիտակ ցեղասպանություն է։ Պարենային անվտանգության, ֆիզիկական անվտանգության, էներգետիկ անվտանգության արդյունքում յուրաքանչյուր երիտասարդ ընտանիք, որ արտագաղթում է Հայաստանից իր մանչափայլ երեխաների հետ, դա սպիտակ ցեղասպանություն է, թուրքը դրանում մեղավոր չի։ Մենք այսօր խոսում ենք պարենային անվտանգության մասին, բայց մենք պետք է ընդհանուր պատկերը տեսնենք։ 74 թվականին եւս մեկ անգամ ասում եմ, նոյեմբերի 5-ից 16-ը Հռոմում, պատկերացնում եք ինչ լուրջ խնդիր է, որ արդեն 74 թվականին ՄԱԿ-ի, կողմից քննարկվել է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի հասանելի լինել սնունդին։ Հիմա գանք երկրորդ կարևորագույն խնդրին։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարենային մթերքները, մշակվող գյուղմթերքները, որը մինչ վերամշակում նաև ուտում ենք անմիջապես, ասենք լոլիկը կարող է լինել եւ ածոյի տեսքով, եւ պարզապես կիլոգրամով գնել։ Երկրորդը, ներմուծվող սննդամթերքը, որքանով է համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից սահմանված չափորոշիչներով որակի տեսանկյունից։ Արդյոք այդ կառույցները ֆունկցիոնալ գործում են, արդյոք այդ կառույցները ստուգումներ են իրականացնում վերամշակող արդյունաբերության ոլորտում, արդյոք ստուգումներ են իրականացնում ներկրվող սննդամթերքի որակի հետ կապված։
Արդյոք առհասարակ ստուգումներ կամ չգիտեմ ինչ-որ ծրագրեր են մշակում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելիությունից, ասենք, չգիտեմ, քաղաքական կողմնորոշությունից վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա իրավունք ունի սնվել որակյալ սննդամթերքով, սնվել որակյալ մսամթերքով։ Նույն Սահակաշվիլին, երբ որ եկավ Վրաստան իշխանության դարձավ նախագահ, մեկ օրինակը բերեմ, այ ղեկավարի դիրքորոշում էր։ Ասեց, ով ա տեսել թշնաձու, հավկիթ ներկրել։ Եվ այնպիսի քաղաքականություն իրականացրեց, որ Վրաստանը ինքնաբավ դարձավ հավկիթի եւ նաեւ սկսեց արտանել։ Եվ այդ նույն տարի Հայաստանի Հանրապետությունում հավկիթի գինը դարձավ 10 դրամ։ Ինչու՞, որովհետեւ Վրաստանի շուկան փակվեց։ Հայաստանը հավկիթ արտահանողից այժմ վերածվել է հավկիթ ներկրողի, այն որ ցույց են տալի հայկական էմբլեմով պիտակավորված, ես որքանով եմ վստահ Պարսկաստանից չի ներմուծվել, այստեղ արզնի թշնամության ֆաբրիկայով չի պիտակավորվել եւ չի մտել հայկական շուկա սպառման համար։ Ես վստահ չեմ, համապատասխան կառույցները թող հիմնավորեն, որ ես վստահ լինեմ դրանում։ Խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ, խոզ, ձկնամթերք, մեղուներ, մեղվի ոլորտը եւ մյուս այլ կենդանատեսակները արդյոք բավարարում են իրենց գլխաքանակով եւ թվաքանակով Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը հասանելի, մաչելի, որակյալ մսամթերքով եւ իրենից բխող այլ կիսաֆաբրիկատներով սննդամթերքի։ Վստահեցնում եմ ձեզ հասանելի չգիտեք ինչու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե պայմաններ են ստեղծում, իդեպ ասեմ, Հայաստանի Հանրապետությունը ունի լուրջագույն հողային ռեֆորմի կարիք։ Այն քաղաքացիները, ովքեր որ իրենց հողը չեն մշակում, բացասական է անդրադառնում, չմշակվող, այսինքն կարող էր մշակված լինել, հերթական ապրանք, աճեցված լինել, բացասական է անդրադառնում դրա վրա։ Հողային նոր ռեֆորմների կարիք ունենք, ջրամբարների կառուցման կարիք ունենք եւ 21-րդ դարում ով է տեսել կանալով հող ջրել։ Ձեռքով տուկ հավաքել, խոտ անել։ Արտասահմանը վաղուց անցել է կաթիլային համակարգի, իսկ մեր գյուղացին սպասում է, երբ պետք է ջրբաժանը իրեն ջուր տա, որպեսզի հերթական ջուր անի, փոխանակ պարզապես այդ խողովակը, ծորակը բացի եւ կաթիլային համակարգը իր հողը ոռոգի։ Խնդիրները բազմազան են, բայց մեզ մոտ հողային ռեսուրսների մոտ 60%-ը չի մշակվում, որը բացասական է անդրադառնում պարենային անվտանգության վրա։ Ջրային ռեսուրսները արդյունավետ չեն կառավարվում, այն էլ, չգիտեմ, կանալներով ոռոգման համակարգով է, որը ջրակորուստ է, խնդիրներ են առաջացնում գյուղացի ջրբաժան, կամ տվյալ կառույցի հետ, եւ ինչ ենք ուզում, պարենային անվտանգություն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջի 7 տարվա մեջ, լավ, նախկինները վատն էին, խխային բոբոձաձաներին, հասկացանք։ Ներողություն 7 տարվա մեջ դուք ինչ եք արել։ 7 տարվա մեջ կարող եք հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների թվաքանակը ավելին են, քան նախկին վատ թալաչի քխ բոբո իշխանությունների ժամանակ։ Չեք կարող հիմնավորել, որտեղ հակառակը նվազել է։ Կարող եք հիմնավորել մեղուների, տնակների թվաքանակի աճ, չեք կարող։ Կարող եք հիմնավորել ձկնաբուծության ոլորտում նորանոր զարգացումներ կամ նոր տեխնոլոգիաների կիրառում, չեք կարող։ Ինչու, որտեղ գյուղատնտեսության նախարարություն չունենք։ Գյուղատնտեսության նախարարությունը այն կառույցն էր, որը համագործակցում էր Ագրարային համալսարանի հետ, որպես մասնագետների բազա, շտեմարան։ Համագործակցում էր տարաբնույթ գիտական կառույցների հետ, համագործակցում էր դրսի նմանատիպ նախարարությունների հետ փորձի փոխանակում եւ առհասարակ շատ փայլուն տիրապետում էր, որտեղ դա իր ոլորտն էր։
հողային ռեսուրսների, ջրային ռեսուրսների եւ անասնապահության ոլորտի, մշակաբույսերի, չգիտեմ, ասենք բանջարաբոստանային կուլտուրաների, որ ժամանակ ինչպես աճեցվեր։ Ոչ թե մի տարի այնքան կարտոֆիլ ունենանք, որ պարզապես վերածվի անասնակերի, եւ մի տարի այնքան քիչ կարտոֆիլ ունենանք, որ լինի արհեստական դեֆիցիտ եւ քաղաքացին ավելի թանկ գնի։ Եթե մենք խոսում ենք միայն պարենային անվտանգություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին սովի չմատնվի, ես պատկերացնում եմ հետեւյալպես գյուղատնտեսությունը որպես, ասենք, երկրի կարևորագույն անվտանգային գործոններից մեկը, ինչու պետք է մենք նաեւ չարտահանենք։ Ինչու մենք չպետք է արտահանենք։ Ինչու մենք պետք է էլեկտրաէներգիա չարտահանենք։ Ինչու մեր ջրային ռեսուրսները, որը բավականին մեծ է, ինչու մենք ոչ միայն չպետք է ինքնաբավ լինենք, այլ նաև չարտահանենք։ Ախր ինչու չպետք է անենք։ Ինչն է խնդիրը։ Փակ սահմաններ, ես կարող եմ բազմաթիվ պետություններ ցույց բերեմ, օրինակ բերեմ, որ ունեն փակ սահմաններ։ Լոգիստիկ խնդիրներ, աշխատեք այդ ուղղությամբ։ Գործընկերներ, աշխատեք այդ ուղղությամբ։ Դուք ի պաշտոն է պետք է աշխատեք, ձեր աշխատանքի տեսակն է այդպիսին։ Ձեռք բերել նորանոր շուկաներ, ձեռք բերել նորանոր գործընկերներ, տարբեր պետությունների հետ պետական մակարդակով պայմանագրեր կնքեք, որպեսզի հեշտացնեք ձեր արտադրողի, հեշտացնեք ձեր հողային ռեսուրսներով աշխատող, գյուղատնտեսների հետ։ Ինչու չեք աշխատում։ Ինչու եք բացի թողի վիճակում թողնում։ Ինչն է խնդիրը, որ չեք աշխատում։ Եթե չեք աշխատում, չեք կարողանում, դուրս եկեք աշխատանքից։ Եթե չեք ուզում անել, որտես այդպես եք գտնում, դուք վտանգում եք մեր Հայաստանի Հանրապետություն այսօրվա եւ վաղվա սերունդների ապագան։ Թեր սնված երեխան չի կարող առողջ երեխա լինել։ Թեր սնված երեխան չի կարող առողջ մտածելակերպ ունենալ։ 70-ական թվականների սերունդն ավելի առողջ էր, ավելի կիրթ էր, ավելի գրագետ էր, սովետական միության ժամանակ, քան այսօր։ Առավել ևս այսօր տեխնոլոգիաները զարգացել են, այսօր սահմանները բաց են, այսօր ազատ կամքի իրավունք կա տնտեսվարությամբ զբաղվել, երկիրը լքել, փորձի փոխանակում անել, դրսից գան այստեղ ապրեն, բազմաթիվ բաց ենք աշխարհի համար։ Եթե մենք բաց ենք աշխարհի համար, կապիտալը սահմաններ չի ճանաչում, թե փակ սահմաններ, թե աշխարհաքաղաքական սահմաններ։ Ինչն է խնդիրը։ Ինչու են ներդրումները պակասել գյուղատնտեսության ոլորտում։ Ինչու են ներդրումները պակասել տնտեսության բոլոր ոլորտներում։ Չեք կարողանում աշխատեք, դուրս եկեք, թող գան այն մարդիկ, ովքեր որ կարող են աշխատել։ Այդ պաշտոնը դուք չեք ժառանգել ձեր ծնողներից։ Այդ պաշտոնը ձեզ տվել է քաղաքացին իր ձայնի իրավունքով։ Ձեզ վարձել են որպես աշխատող, ձեզ չեն վարձել որպես իշխաներ։ Մեր երկրում խնդիրը հետևյալն է, մենք ունենք իշխանություն, ես չեմ ուզում իմ երկիրը ունենա իշխանություն, ես ուզում եմ, որ իմ երկիրը ունենա կառավարիչներ, որպեսզի Հայաստանին էլ օրինակ բերեն, այլ ոչ թե ես պարբերաբար բերում եմ սկանդինավյան երկրների օրինակը, Դանիա, չգիտեմ, ինչ ենք Իսրայելի օրինակ բերում։ Իշխանությունը դա հասկացություն է։ Ես չեմ ուզում իշխանություն ունենամ, ես ուզում եմ կառավարիչներ ունենամ։ Այ երբ որ մենք ունենանք կառավարիչներ, այս բոլոր անվտանգային խնդիրները աստիճանաբար կլուծվի, չլուծվող հարց չկա։ Ասում այն խնդրը, որը հնարավոր է լուծել փողով, դա խնդրեմ չի, դա ծախս է։ Իսկ այո, հարկատուներ ունենք, ներդրումներ կարող ենք բերել, ֆինանսական հավաքագրված ռեսուրսները կարող ենք արդյունավետ կառավարել։ Խնդիրները բազմազան են եւ ասենք այնքան է խորացել, որ տիտանական աշխատանք է պետք հաղթահարելու համար, բայց հնարավոր է հաղթահարել։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, այսպես հստակ տեղեկատվություն տալու համար։ Խնդրեմ, պարոն Մուրադյան, հավելում ունեք։ Մարտիրոսյանը ճիշտ օրինակներ բերեց, որ դուք ասում եք ինչ են արել այս 7 տարվա ընթացքում, նշեմ ես մի քանիսը, այնքան է արդեն վատացել վիճակը, որ մեր իշխանությունները հանել են վաճառքի եւ վաճառել են որոշ
զինվորական պոլիգոնը, մեր զինք հոսպիտալներն են արդեն Վաճառթյանում եւ բազմաթիվ նման շենքեր։ Տեսեք, Շնորհակալություն։ ներողություն մեկ բան զինվորականը Հայաստանի Հանրապետության թիվ 1 տգետը 3 թե 3 չէ առաջ օրը Վազգեն Սարգսյանն էր անդրադարձել։ Վազգեն Սարգսյանը չի ծառայել սպարապետ։ Այսինքն հիմար դու սա տվեք կոնկրետ այդ չծառայել պահն ասեմ։ Նա լավ ժողովրդական խոսք ասում սելը չի ճորում սելուրնա ճոր տգետ դունես թփրտացել էր ծառայելով Ղարաբաղում պոստավոյ զինվոր է եղել նա դել Վազգեն Սարգսյանն ասում չի ծառայել ինչ մեսենջեր ուզում ուղարկես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դու ծառայեիր չծառայողն այսօրվա քո իշխանության ապարատի 99% տղամարդ են 4-ին գոքին էլ կին բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորականներին են կառավարում Դու հարց տուր քեզ, քո պատգամավորների, նախարարների եւ բոլոր պետական բարձրաստիճան ապարատների, որոնց պաշտոն է տվել, ձերակերի պես հասարակության արյունը ծածելով ապրում են եւ այսպիսի խնդիրները կորեցօր խորանում են։ Ծառայել եք։ Իմ Մուրադյան, Սերգո ջան, մեզ պես ծառայել են, բան գոնե նվա դուք զինվորական ծառայություն եք ասել։ Ես պարզապես ծառայող եմ, ծառայել են։ Հարգարժան պարոն Մարտիրոսյան ջան, ինչի մասին է խոսքը։ Հիմա այդ տվյալ Չակերտավոր իշխանության կողքին նաև գտնվում է Վազգեն Սարգսյանի կողքին կանգնած Քոչարյան Անդրանիկը, Մերկոնյան Գագոն, Շնորհակալություն